Հայ-թուրքական սահմանի բացում, Գյումրի-Կարս երկաթգծի գործարկում, Անի կամրջի նորոգում, Թուրքիայի արտաքին գերատեսչությունը հերթական խայծն է նետել մեդիադաշտ ու սոցիալական ցանցեր, միջազգային թուրքական հայաստանյան լրատվամիջոցներով տեղեկություն է տարածվել այս անգամ շահագրգռող գլխագրերով։ Անկարան եւ Երևանը ավարտել են երկու երկրների միջև ուղիղ առևտրի մեկնարկի նախապատրաստական աշխատանքները։ Այս անգամ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչն է հայտնել, թե 2022-ից Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում իրականացվել են վստահության ամրապնդման մի շարք միջոցառումներ։ Նոր կանոնակարգերի համաձայն Թուրքիայից Հայաստան երրորդ երկրների միջոցով ապրանքները այժմ կարող են որպես վերջնական նպատակակետ կամ ծագման երկիր նշել Հայաստանը կամ Թուրքիան։ Այս համատեքստում մեր երկրի եւ Հայաստանի միջև ուղիղ առևտրի մեկնարկի համար անհրաժեշտ բյուրոկրատական նախապատրաստությունները 2026 թվականի մայիսի 11-ի դրությամբ համարվում են ավարտված։ Առաջինը ընտրություններից առաջ Հայաստանի իշխանություններին աջակցելու նպատակի հետապնդում, երկրորդը կարծում եմ կարելի է դիտարկել որպես ավանս, որպեսզի ընտրություններից հետո այս իշխանությունները վերարտադրվեն, այսպես ավելի վստահաբար գնան խաղաղության համաձայնագրի բնականաբար թուրք-ադրբեջանական պայմաններով, եւ այս սա փոքրիկ ավանս է, որպեսզի հասարակությունը ավելի հեշտորեն գնա այդ քայլի եւ դա ներկայացվի որպես մեծ հաջողություն։ Թուրքիայի Հայաստանի հետ ուղիղ առևտուր մեկնարկելու նախապատրաստական աշխատանքների ավարտի մասին հայտարարությանն անմիջապես արձագանքեց Հայաստանի արտաքին գերատեսչությունը։ Արտաքին գործերի նախարարությունը դա կարևոր քայլ է որակել երկու երկրների միջև լիարժեք ու բնականոն հարաբերությունների զարգացման ուղղությամբ։ Այդ որոշումը էական է երկու երկրների միջև առևտրի եւ գործարար շրջանակների կապերի ընդլայնման, տարածաշրջանում տնտեսական կապակցվածությունը խթանելու եւ խաղաղության ու բարեկեցության ապահովման տեսանկյունից։ Այն կարող է իր տրամաբանական շարունակությունը ստանալ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման ու դիվանագիտական հարաբերությունների հաստատման միջոցով։ Թուրքական իշխանություններն այդ առումով հայտնում են, թե հաշվի առնելով Հարավային Կովկասում կայուն խաղաղություն եւ բարօրություն հաստատելու պատմական հնարավորությունը կշարունակեն իրենց ներդրումն ունենալ տնտեսական կապերի զարգացման եւ տարածաշրջանային համագործակցության խորացման գործում, հանուն բոլոր երկրների եւ ժողովուրդների շահերի։ Եթե Թուրքիան ցանկանում է տարածաշրջանում խաղաղություն հաստատի իրենց պայմաններով եւ իրենց ազդեցությունը մեծանա մեր տարածաշրջանում, նրանք բնականաբար պիտի նաեւ ինչ-որ բան տան կամ խոստանան տալ, այսինքն դա այն մեղրապլիթն է, որը պիտի իրենք ցույց տան, մտրակի եւ բլիթի քաղաքականության մասին է խոսքը, իրենք չեն կարող հենց այնպես առանց որևէ բան տալու միայն պահանջել, սա կարծում եմ այդ խայծն է կամ կոնֆետն է, ինչպես ուզում եք ընկալել, որի դիմաց նրանք իհարկե ակնկալում են ավելի մեծ օգուտ։ Բոլոր դեպքերում պարզ է եւ հասկանալի, որ Թուրքիայի այդ խորամանկ դիվանագիտական քայլերը Հայաստանի համար չեն, որ կատարվում են։ Թուրքիան այդ ամենն անում է իր շահերի համար, իսկ նրա շահերից մեկը Հարավային Կովկասում իր գերիշխանությունը հաստատելն է։ Եվ այդ առումով վերջինը Հարավային Կովկասում Հայաստանն է մնացել, քանի որ Թուրքիան այդ ազդեցությունը Վրաստանում ունի, իսկ Ադրբեջանը համարվում է նրա կրտսեր եղբայրը։ Իշխանությունները բնականաբար գնալու են այդ քանի որտեղ իրենք հրճակել են, որ առաջ են շարժում դեպի Եվրոպա, դեպի Եվրամիություն, դեպի Արևմուտք, իսկ մեր բաժին Արևմուտքը Թուրքիան է։ Այսինքն հնարավոր չի լինելու շարժվել դեպի Արևմուտք, վեկտորը փոխել առանց Թուրքիայի հետ, Թուրքիայի պայմաններով ահա այդպիսի քայլերի հերթականություն իրականացնել։ Իդեպ թուրքական սին խոստումների շարքից հայ-թուրքական սահմանի բացման առումով թուրքական կողմը հաղորդում է, թե Հայաստանի եւ Թուրքիայի միջև ընդհանուր սահմանի բացման ուղղությամբ անհրաժեշտ տեխնիկական եւ բյուրոկրատական աշխատանքներ են տարվում։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։